Բարև Ռոզա, վաղը մեր դպրոցում գրականության վիկտորինա է, պատրաստվում եմ, կանաչ դրսն եմ տա։ Հա գիտեմ թաղն ասում, բայց ես երևի չմասնակցեմ, ոչինչ չեմ կրկնել։ Իսկ ես արդեն պատրաստվել եմ, կրկնել եմ թե Չարենցին, թե Զապել Եսայանին, թե Պարույր Սևակին։ Դա պատկերացնեմ, թե ինչպես կմեղանալ համուսահին նորալիմանան, թե չես լավացել իր բանաստացություններից։ Ողջույն, իմ աշակերտներ։ Լսել եմ, որ վաղը գրականության վիկտորինա է։ Կասեք ինչ է վիկտորինան։ Չեմ խոսում է։ Պարոն Ալիշան, վիկտորինան խաղմրցույթ է, որի ընթացքում մասնակիցներին տեղում են հարցեր, իսկ այդ հարցերի միջոցով նկարագրվում են 7-րդ դասարանի դասադուլները։ Ահա այն։ Ապրես, որդիս։ Որքան կարող եք, շատ ընթերցեք, ճանաչեք ազգի մեծերին, սիրեք հայրենիքը, լեզուն, քանի որ ազգը, որ մոռանում է իր անցյալը, ապագա ունենալ չի կարող։ Ռոզա, քեզ էլ միայն հաղթանակն է հետաքրքրում։ Իմացել եմ, որ հաղթողները յուրահատուկ նվեր է ստանալու։ Դուստրիմ, գիտես, որ ես էլ եմ յուրահատուկ նվեր ստացել ձեզնից։ Ինձ համար մեծ երջանկություն է ամեն օր տեսնել դպրոց հաճախողուսյալ աշակերտների։ Ցավոք, ողջ կյանքս անց էի կացրել հայրենիքից հեռու, երբեք չէի տեսել իմ Արարատը։ Հիմա այստեղից դպրոցի այս բակից ես ամեն օր տեսնում եմ այն։ Եվ դա իմ կյանքի ամենամեծ պարտքն է։ Ալիշան, խոսք եմ տալիս, որ մինչև վաղը կսովորեմ ամեն ինչ, կհանդիպենք վաղ, շտապ եմ։ Գնամ վաղը ողջ դասարանով կգանք ու ձեզ կպատմենք մեր մրցույթի մասին։ Եվ կնստենք ձեր շուրջ ու կնայենք մեր Արարատին։